Հայացք դրսից նախագծի այս թողարկման հովանավորն է Լազարյանների հիմնադրամը։ Հաղորդման գործընկեր Big Z Production։ Ողջույն սիրելի եւ հավատարիմ հետևորդներ, ունկնդիրներ, հեռուստադիտողներ, եթերում կրկին հայացք դրսից նախագիծն է եւ այսօր նույնպես ձեզ համար պատրաստել եմ անչափ գեղեցիկ երաժշտական ռեպորտաժ։ Բոլորին հրավիրում եմ իհարկե էկրանների մոտ, հատկապես Իվետա Մուկուչյան եւ Ռեինկարնացիա Ռոլանդ Գասպարյանի երաժշտության սիրահարներին եւ երկրպագուներին։ Դե ինչ այսօր Մոսկվայում հոկտեմբերի 17-ին Ատմոսֆերա այս գեղեցիկ ակումբում կկայանա հրաշալի մի համերգ։ Մենք իհարկե կփորձենք նաև արտիստների հետ զրուցել, կազմակերպիչների, ինչպես նաև մեր հանդիսատեսի։ Հանդիսատեսն արդեն հավաքվում է, իսկ ես ձեզ առաջարկում եմ մնալ մինչև վերջ հայացք դրսից նախագծի հետ եւ գնանք տեսնենք, թե ինչ է կատարում Ատմոսֆերա ակումբում։ Իմ զրուցակիցն է Mega Art Production-ի հիմնադիր, այս գեղեցիկ ու հրաշալի համերգի կազմակերպիչ Հարություն Դավթյանը, ողջույն։ Բարի երեկո Մարինա։ Նախ շնորհակալություն այս ռեպորտաժը նկարահանելու հնարավորության համար։ Մեծ սիրով։ Եվ շնորհավորում եմ, որովհետև սա production-ի, այսպես ասած, առաջնեկն է, առաջին համերգն է, ինչ զգացողություններ ունեք։ Շատ հուզված եմ, մի փոքր հոգնած եմ, արդեն երկրորդ գիշերն անքուն, հյուրերին դիմավորել, հյուրասիրել, ման գալ, պատրաստվել, բայց հրաշալի էներգիան տեղն է, ամեն ինչ նորմալ է, ունենալու ենք շատ հիանալի համերգ, երկար սպասված համերգ, որի համար պատրաստվել ենք շատ վաղուց, շատ երկար, շատ մանրակրկիտ ու վստահ եմ, որ այսօրվա համերգը բոլոր հյուրերի մեջ շատ մեծ տպավորություն է թողնելու։ Եվ արդեն մեկնարկն շատ գեղեցիկ է սկսված, տրված, այ ինձ հետաքրքիր է, ինչու ընտրվեց հենց Իվետա Մուկուչյան եւ Ռոլանդ Գասպարյան։ Ճիշտ ասած սկսեմ Ռեինկարնացիայից, Ռոլանդից, մենք երիտասարդ տարիներից լավ ընկերներ ենք, քանի որ ես ինքս ունեմ մշակույթի մեջ եւ մեծ ճանապարհ եւ ջահել տարիներից լավ ընկերներ ենք։ Վերջի 2 տարիների ընթացքում հաճախ քննարկում էինք Մոսկվայում համերգ, որը ես կազմակերպեմ իմ հայացքով, իմ պատկերացմամբ, բայց քանի որ իրենց ռեպերտուարը ամեն դեպքում մի փոքրիկ կարճ է, որ չես կարող Մոսկվայի համար, Մոսկվայում սովոր են, չէ, 6-8 ժամանոց համերգների, որպեսզի մի քիչ հանդիսատեսը գոհ գնա, պետք էր եւս մեկ լավ հայ արտիստ միացնել, որպեսզի 2 արտիստի համերգ լիներ։ Ուրեմն երևի 1 տարուց ավել առաջ մտածում էի հայ աստղերից ով կարող է սազել այդ ֆորմատում, որպեսզի մենք ունենանք տանցպոլով համերգ, որպեսզի ժողովուրդը գա, բարի ուրախանա, ու մի օր առավոտյան արթնացա, լսում էի Իվետայի երգերից մեկը ու ասեցի Իվետան։ Ուղիղ դրանից 1 ամիս հետո տեսա մարտի 8-ին Երևանում Դվինում դրված է Ռեինկարնացիա Իվետա Մուկուչյան։ Ես դրա մասին ես տեղյակ չեմ եղել, ես դա մտածել եմ։ Ու որ տեսա դա, ասի հաստատ ճիշտ դուետ եմ մտածել ու այդպես ծնվեց այդ գաղափարը դա անել Մոսկվայում։ Ինչպես ասում են, ոչ միայն բառը ունի ուժ, այլ նաև միտք է, դեպի տեզերք ու հետ վերադարձ։ Եւ առաջիկա անելիքներ կան արդյոք, օրինակ Ռեինկարնացիա, սիմֆոնիկ Ռեինկարնացիա արդյոք հնարավոր է մի օր Մոսկվայում ներկայացնել։ Ճիշտն ասած, այսօր առավոտյան հյուրանոցում երբ սրճում էինք Ռոլանդի հետ արդեն ծնվեց այդ գաղափարը, որ Մոսկվայում ունենանք պարտադիր սիմֆոնիկ Ռեինկարնացիա, վստահ եմ, որ մոտ ապագայում դա կլինի պարտադիր, իսկ Mega Art-ի կողմից կարող եք նոյեմբերի 6-ին ունկնդրել Մկրտիչ Արզումանյանի, Արման Նավասարդյանի եւ Էվայի Մուժ Մայեժինի կատակերգական ներկայացումը на проспекте Вернадского առայժմ այդ մոտակա այո նախագծերից ունենք դա։ Դե ես ինչ ասեմ, մաղթում եմ ձեր գործունեությանը երկար ու հետաքրքիր խոստումնալից ճանապարհ, մաղթենք մեր հանդիսատեսին լավ երեկո, ձեզ նույնպես մեր արտիստներին
Ես նույնպես շնորհակալ եմ արտիստներին, որ համաձայնեցին, դե Ռոլանդը նորից եմ ասում իմ վաղեմի ընկերն է, մենք շատ արագ հասկացանք, շնորհակալ եմ Իվետային, իրենց համաձայնությունը եւ վստահությունը ինձ տալու համար, շնորհակալ եմ DJ Տաբիին, որ համագործակցեց եւ այսօր պետք է մեր հյուրերին թե հավաքվելու ժամանակ, թե ընդմիջումների ժամանակ, թեև վերջում էլի մեծ ատմոսֆերա տրամադրություն փոխանցի եւ շնորհակալ եմ մեր հովանավորներին, շնորհակալ եմ շատ Շիրակավյա կամպանիային, մեր երաժիշտներին, երգիչներին տեղափոխության համար, շնորհակալ եմ Hilton Leningradsky հյուրանոցին բաց դռներով մեծ տրամադրությամբ մեր հյուրերին հյուրընկալելու եւ Safar Travel-ին կազմակերպելու շատ կոնտակտներ, շատ մեծ օգնություն ստացա Safar Travel-ի կողմից։ Շնորհակալ եմ բոլորից եւ շնորհակալ եմ մեր այսօրվա հանդիսատեսին, որ վստահել է մեզ նոր սկսվող production եւ վստահ եմ, որ մենք այդ սպասելիքները կիրականացնենք շատ մեծ ձևով։ Դե ինչ, շնորհակալություն եւս մեկ անգամ եւ գնանք վայելելու Իվետա Մուկուչյան եւ ռեինկարնացիա Ռոլանդ Գասպարյան հրաշալի համերգը։ Գնացինք, շնորհակալություն։ Իմ զրուցակիցն է DJ Տաբին, ողջույն։ Բարև ձեզ։ Հրաշալի գեղեցիկ համերգի շրջանակներում ենք հանդիպել։ Այո, համաձայն եմ։ Ինչ տրամադրություն ունեք։ Շատ բարձր տրամադրություն եւ պատրաստվում ենք այս բարձր տրամադրությունը փոխանցենք մեր հանդիսատեսին։ Մեծ սիրով։ Իվետա Մուկուչյանից ձեր ամենասիրելի երգը ո՞րն է։ Սերկա երկնքում Երևանի երևի խիտ դարձած շատ Իսկ այսօր դուք նվագելու եք ձևափոխված։ Ոչ, այսօր չեմ նվագելու այն պարզ պատճառով, որ Իվետա Մուկուչյանը ներկա է եւ ինքը իր քաղցր ձայնով ինքը երգելու է այդ երգը։ Իսկ ռեինկարնացիա Ռոլանդ Գասպարյանի ձեր ամենասիրելի երգը։ Աշխարհումս մեր DJ-ների ամենասիրած գործերից մեկը, որը մենք անպայման նվագում ենք եւ ժողովուրդը միად նստած մարդ չենք տենում, բոլորը գալիս են եւ սկսում են ապրել։ Դե ինչ, ձեզ նույնպես մաղթում ենք հաճելի երեկո եւ վստահ եմ, որ այսօր հանդիսատեսը հեռանալու շատ բարձր է։ Շատ շնորհակալություն, դուք էլ լավ վայելեք, մենք ամեն ինչ անելու ենք դրա համար։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, մենք եկել ենք մեր մեծ ընտանիքով, շատ բարձր տրամադրությամբ, սպասում ենք համերգին, հույսով ենք շատ լավ երեկոյանալու։ Վստահ։ Այո։ Իվետա Մուկուչյանի ձեր ամենասիրած երգը։ Երևան։ Այո։ Իսկ Ռոլանդ Գասպարյանի ռեինկարնացիա։ Իր բոլոր երգերն էլ հավանում եմ, եթե ճիշտն ասեմ։ Ինչ կմաղթեք մեր արտիստներին։ Ես շատ կուզենայի, որ մեր հայ արտիստները ավելի մեծ
больше популярности обрели в мире, и чтобы их больше слушали. Потому что есть некоторые звуки, которые действительно уникальные. И больше людей должно слышать то, как армянские исполнители делают звук и музыку. Ողջույն, այսօր Մոսկվայում ատմոսֆերայից գեղեցիկ ակումբում հրաշալի համերգ է Իվետան Բուկչյան, այո, եւ Ռոլան Գասպարյան։ Ինչ տպավորություններ եք, ինչ կասեք։ Առաջինը կասեմ սպասելիքներիս համար, որ ես սպասում եմ մենք կունենանք անմոռանալի, շատ գեղեցիկ, շատ անուշ եւ սրտին հարազատ երգերով երեկո։ Շնորհակալություն օրգանիզատորներին, Մեգարտին, ձեզ Մարինա, որ դիտում ենք ձեր հաղորդումները։ Եվ կասեմ Իվետայի համար, Իվետան երբ որ երգում է, որ սենց մարդու մանավանդ օտարության մեջ, երբ որ դու լսում ես Սերկա երկնքում Երևանին եւ բոլոր մնացած երգերը, ինչ որ սենց ստրունի սերցը, դա, սենց ինչ որ խաղ են տալիս ու միանգամից նոստալգիա, ջերմություն, ինչ որ սենց կարոտել ավելի այո, ու ավելի շատ սեր։ Նույնն էլ կասեմ Ռոլան Դենսի, երբ որ իրենց երգերն ես լսում մանավանդ ռիմեյքները, հա, այսպես ասած մեր նացիոնալնի պեսնի, ժողովրդական իրակատարմամբ, դա, իսկ вот նոր որ երգը կար կանցնե նորեր տարիներ, արդեն ավելի սենց հասուն մտքեր են գալիս, որ սենց կանցնե նորեր տարիներ, все равно это все, я շատ եմ սիրում երկուսի творчество, շատ սպասում էինք այս համերգին եւ վստահ եմ քան ավելի շատ հրաշալի երեկո կանցնի բոլորին, մաղթում եմ որպեսզի ունենան շատ լավ երեկո։ Ձեզ շնորհակալություն, ձեզ լավ երեկո, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Ողջույն, հրաշալի համերգի եք ներկա, հատկապես ում համար եք եկել եւ ինչ տպավորություններ ու զգացողություններ ունեք։ Բարև ձեզ, դուք ճիշտ եք, այսօր շատ լավ երեկո է սպասվում։ Իմիջիալոց ես երևի թե ավելի շատ եկել եմ Reincarnation-ի համար, որովհետև ես իրանց երգերը եմ, որ ամեն երգը իմ playlist-ում կա, ու ես շատ եմ սիրում ու իրոք իրանց երգերը իմ մեջ ոնց որ զարթնացում են
շատ լավ զգացմունքները ու իրոք շատ եմ իրենց սիրում, շատ։ Իսկ Իվետա Մուկուչյանից ինչ երգ գիտեք, ինչ որ երգ։ Այո, սեր կա երկնքում Երևանի եւ Սերանի։ Այդ երկուսը իմ ամենասիրելին են։ Շնորհակալություն, հաճելի երեկո ենք մաղթում ձեզ։ Շատ մերսի։ Այս պահին իմ զրուցակիցն է ապրել խաղաղ նախագծի հիմնադիր, ղեկավար Լիլի Գրիգորյանն է, Գեղեցկուհի, ողջույն Լիլի։ Ողջույն Մարինա։ Կպատմես ինչ առիթով ես եւ ինչ առումով ես այստեղ, որ ես գիտեմ, որ այսօր քո խումբը նաեւ ելույթ է ունենալու, մի քիչ փակագծերը բացիր, ինչպես ստացա հրավերը։ Ասեմ, որ շատ երկար սպասում ենք այսօրվան, որովհետեւ այնպես է ստացվում, ապրում ենք բոլորս հայրենիքից դուրս եւ Հայաստանին նվիրված բոլոր միջոցառումները աշխատում ենք բաց չթողնենք եւ ինձ համար երկակի տոն է, որովհետեւ այսօր ելույթ ունենալու նաեւ իմ խմբի մասնակիցները, ապրել խաղաղի երեխաները, շատ գեղեցիկ երգով, որը Իվետա Մուկուչյանի երգացանկից է, շատ տակուկ, ջերմ, Երևանը հիշեցնող մի երգ, չեմ ասի, արդեն ինստրումենտ հիշեցի։ Ամենասիրելիներից։ Այո։ Չնայած բոլորն շատ կարծում եմ, որ բոլորի համար կլինի անակնկալ եւ հաճելի անակնկալ, իսկ երեխաները եւ Իվետայի այդ կոնտակտը բեմի ընթացքում շատ հետաքրքիր ու սիրուն կստացվի, հուսով եմ։ Իսկ ում կողմից եւ ինչպես առաջարկը ստացվեց։ Առաջարկը մեգա կողմից էր, ուզում էինք ինչ-որ հետաքրքիր ձևով ներկայացնել երգը եւ Իվետան էլ իհարկե դեմ չէր, իսկ ես սիրով իհարկե համաձայնվեցի։ Դե ինչ, ուրեմն մենք կվայելենք այդ գեղեցիկ կատարումը, իսկ դուք սիրելի հետևորդներ առաջարկում եմ մնաք մեզ հետ, որովհետեւ ես մի փոքրիկ հատված իհարկե կցույց տամ ձեզ այդ գեղեցիկ կատարումից Իվետա Մուկուչյանի եւ ապրել խաղաղ նախագծից։ Սպասեք։
մեր կիսույթ տպավորություններով, ինչ տրամադրություն։ Շատ հիացած եմ, շատ երիտասարդ հանդիսատեսներ տեսա, շատ ուրախ եմ դրա համար, շատ տպավորված եմ, ատմոսֆերան տարածքը իրոք շատ լավն է եւ լեփլեցուն դալիճ եւ իհարկե միշտ մեծ պատասխանատվություն եւ բեմը պահում ես մենակ առանց երաժիշտների, այլ միայնակ։ Բայց դու հրաշալի ո՞ր։ Այսինքն այդ պատասխանատվությունը շատ մեծ է, շատ ուրիշ է, այսինքն երբ որ մենակ ես բեմի վրա, այլ է, երբ որ նվագախմբի հետ, երաժիշտների հետ ես բեմի վրա, ավելի ապահովություն կա բեմի վրա, բայց հանդիսատեսը ինձ այնքան ջերմ ընդունեց եւ այնքան լավ էին ժպտում, որ ինձ ապահով է զգում եւ շատ հիանալի, այսպես մի շնչի պես անցավ։ Ինչպես ստացար հրավերը։ Հարութը մեզ հրավիրեց, շատ ջերմ ընդունեց, ամեն ինչ իդեալական կազմակերպեց, այնպես որ մենք շատ շնորհակալ ենք ամբողջ թիմով, որ այսքան հիասքանչ կազմակերպեց ամեն ինչ։ Իհարկե, անպայման։ Իսկ ինչ որ առանձնահատկություն կա հենց այս, որտեղ շատ է շրջագայում աշխարհով մեկ, շատ եմ շրջագայում, ինձ համար իմ հանդիսատեսը մի շատ տարբեր տարիքների հանդիսատես է միշտ հավաքվում, մեծ մարդիկ եւ ավելի երիտասարդ, այս անգամ կարծես թե հիմնականում երիտասարդներն են եկել, ինչը շատ ողջունել էր իհարկե, այնպես որ շատ հաճելի էր։ Եվ մենք էլ մեզ էլ շատ հաճելի է, շնորհակալություն մթնոլորտի համար եւ իհարկե քեզ ուզում եմ շնորհավորել վերջերս դուրս եկած նոր տեսահոլովակի։ Այո, հրաշալի երգ։ Սպասում ենք նորանոր ելույթների, տեսահոլովակների եւ կրկին կհանդիպենք Մոսկվայում, չէ՞։ Շատ ուրախ եմ որ քեզ տեսնում։ Ես էլ անչափ։ Տրամադրությամբ եք եկել համերգին։ Շատ ուրախ, շատ մեծ բարձր տրամադրությամբ։ Հատկապես ում եք եկել լսելու։ Ռեինկարնացիոն, ճիշտ որ ասեմ, անկեղծ։ Իսկ մեր այսօրվա արտիստներից Իվետա Մուկուչյան, Ռեինկարնացիա, Ռոլանդ Գասպարյան, կարող եք առանձնացնել ամենասիրելի երգերը։ Ես շատ սիրում եմ ռեինկարնացիոնի ոճը, շատ սիրում եմ իր երգերի իմաստը, շատ խորը մտքերով երգեր է ինքը ստեղծագործում ու իր ոճը, որը որ ինքը փոխանցում է հանդիսատեսին, նմանը չկա։ Ինչ կմաղթեք նրանց։ Կանք չառնեն։ Մաղթում եմ, որ միշտ ծաղկացնեն մեր հայ ժողովրդի ստիլը, ոճը, նոր երգեր։ Շնորհակալություն, հաճելի երեկո ենք մաղթում։ Շնորհակալություն, մերսի։ Aşk
Ինչպես ստացվեց համագործակցությունը։ Դե ինչպես գիտեք, մեր Շիրակարյան միշտ ուրախ է մեր հայրենակիցներին աջակցելու, շատ մեծ բարեգործական գործեր են անում եւ այս անգամ որոշեցինք, որ մեր հոյակապաստղերը պետք է Մոսկվա մեկնեն Շիրակարյանը։ Շնորհակալություն, ձեզ հաճելի երեկո ենք մաղթում։ Եվ հայերիս անչափ սիրված արտիստներից մեկը ռեինկարնացիա Ռոլանդ Գասպարյան, ողջույն, բարի գալուս Մոսկվա։ Շնորհակալ եմ շատ։ Դուք ձեր երաժիշտների հետ միասին բեմից փոխանցեցիք ոչ թե 100%, այլ 1000 եւ ավել էներգիա, տրամադրություն, ինչ զգացողություններ դուք ունեք։ Ոնց որ միշտ ամենալավ էներգիան եւ ես միշտ ասում եմ, որ եթե համերգը լավ է ստացվել, դա առաջին համերգին եկող մարդկանց շնորհքն է եւ նոր մերն է։ Ես համոզված եմ, որ երկկողմանի շատ լավ տարզականք էր եւ էներգիայի փոխանակում։ Այո, իսկապես, որովհետև Մոսկվայի հայ հանդիսատեսը ձեզ հետ հավասար երգում էր եւ պարում էր։ Ես գիտեմ, որ դուք Հարությունի հետ վաղեմի ընկերներ եք եւ այս համերգն էլ արդեն վաղուց պլանավորված ծրագիր էր եւ իմ հարցերից մեկը դուք արդեն բեմից հնչեցրեցիք, որ արդյոք մի օր հնարավոր է մենք տեսնենք սիմֆոնիկ ռեինկարնացիան Մոսկվայում։ Անպայման հնարավոր է, եկող տարի մենք պատրաստում ենք մեր առաջին ֆորտուրը եւ դա դինելու է սիմֆոնիկ ռեինկարնացիայով եւ համոզված եմ, որ վերջապես Հայաստանից դուրս արդեն շատ մարդիկ, ովքեր սպասում են այդ համերգին, կարողանան վերջապես ներկա գտնվել։ Սիրով կսպասենք։ Եվ ինչ կմաղթեք Սփյուռքի հայ հանդիսատեսին։ Մաղթում եմ, որ հայ մնան։ Հայ լինելը հեշտ է, իսկ հայ մնալն է շատ դժվար։ Ուզում եմ, որ հայ մնան եւ չմոռանան երբեք, թե մենք որտեղից ենք եկել։ Եվ ուր ենք գնում ամենակարևորը։ Ուր ենք գնում։ Շնորհակալ եմ անչափ, մեծ սիրով ձեզ կրկին կսպասենք Մոսկվայում։ Շնորհակալություն։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ավարտվեց այս գեղեցիկ համերգը, բայց առաջիկայում կլինեն եւս անչափ հետաքրքիր հանդիպումներ, համերգներ։ Մինչ հրաժեշտը ես ուզում եմ խնդրեմ, որպեսզի դուք բաժանորդագրվեք, հավանեք այս տեսանյութը, տարածեք, ովքեր դեռ չեն հասցրել, իսկ ովքեր իմ ալիքի հետ են, ես շնորհակալ եմ, որ ինձ հետ եք։ Հայացք դրսից նախագծի հետ եք։ Դե ինչ, մնացեք բարով, եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք
երբ հանդիպենք։